Ողջույն։ Կարդացի ազգային ժողովի նախագահի պաշտոնից հեռանալուց առաջ Ալեն Սիմոնյանը աշխատակազմին պարգևավճար է տվել։ Մի քանի օր առաջ էլ պարգևատրել էր պատգամավորներին։ Իր անձնական գրպանից չի պարգևատրել, բնականաբար, այլ ժողովրդի, պետբյուջեից։ Այն էլ այս դժվար ժամանակ, երբ պետբյուջեն ճռում է ծախսերից, երբ հարկ ու տուրք են բարձրացնում, վարկեր են վերցնում բյուջեի ծախսերը կատարելու համար, երբ ամեն օր բողոքի ակցիա են անում աշխատանքը, հացը կորցրած մարդիկ, ՔՊ-ն պարգևատրվելու առիթը բաց չի թողնում։ Զուգահեռ կարդում եմ մեկ այլ ուշագրավ լուր։ Բունդեսթագի պատգամավորները հրաժարվել են աշխատավարձի 500 եվրո բարձրացումից Գերմանիայում ստեղծված բարդ տնտեսական իրավիճակի պատճառով։ Գերմանիայում որքան էլ տնտեսական վիճակը բարդանա, Հայաստանից հաստատ լավ կլինի։ Բայց այնտեղ չեն ասում, դե լավ ընդամենը 315,000 եվրո խնայումը հո երկիրը չփրկեց։ Մեզ մոտ պատգամավորին պարգևավճար, սահմանադրական դատարանի դատավորներին հավելավճար, սովորական քաղաքացուն ոչինչ։ Ահա ինչպես են Եվրամիության անդամ երկրում վերաբերում բյուջեի միջոցներին եւ ինչպես են վերաբերում հարկատուի միջոցներին Եվրամիություն ձգտող Հայաստանում։ Այս ընթացքում մի քանի ուշագրավ լուր եւս կարդացի միջազգային լրահոսից, որոնք շատ համադրելի են, կարծում եմ, Հայաստանում իրավիճակի հետ։ Մի քանի օր առաջ օրինակ հրաժարական տվեց Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն։ Ասաց հեռանում է, քանի որ չի կարող աշխատել իր սկզբունքներին ու համոզմունքներին համապատասխան։ Ազնիվ պատճառ է, չէ՞։ Ինքնակամ հրաժարականի օրինակելի տարբերակ է։ Ոչ բողոքի ակցիաներ էին իր դեմ, ոչ հայրենիք էր ծախել, ոչ զոհեր էր տվել, ընդամենը 9 ամիս աշխատելուց հետո հասկացել էր, որ այդ պաշտոնը իր հակով չէ։ Մոլդովան տնտեսական ճգնաժամի մեջ է, հակառուսական քայլերի պատճառով էներգետիկ ճգնաժամի մեջ է եւ վարչապետն ասում է, նման քաղաքականության պայմաններում ես չեմ կարող հաջողել։ Դա ձախողման ընդունում է։ 8 տարի վարչապետ աշխատելուց եւ այդ ընթացքում հնարավոր ամեն բան պռավալ տալուց հետո էս մեր մի հոգավոր այդպես էլ չհասկացավ, որ դա իր տեղը չէ, իր հակով չէ։ Մոլդովայի խնդիրների հիմքը Մունտյանուն չէր, Հայաստանի խնդիրների հիմքը Փաշինյանն է։ Ինքն էլ դա գիտի ու գիտի, որ իր գործունեությամբ ամեն ժամը մեր երկրին վնաս տալիս, բայց օրենքով չթույլատրված ամեն քայլի դիմեց, որ մնա։ Միգուցե պատճառն այն է, որ նա չունի սկզբունքներ ու համոզմունքներ, բացի աթոռը պահելու մոլուցքից։ Այցելել եմ գյուղեր, որտեղ հողագործը լաց է լինում։ Տան տղամարդը լաց է լինում, որովհետև վարկերի տակ ճռում է, բայց ճար չունի, պոմիդորի ձեռքը կրակն է ընկել։ Եղանակը չէ մեղավորը, իր հաշվարկները չեն մեղավորը, Նիկոլն է։ Դա գիտեր, որ իր մնալով ոչ մեկի հարցը չի լուծվելու, բայց մնաց։ Քանի որ թողարկումը նվիրել ենք համեմատություններին, կարծում եմ տեղին է համեմատել նաև հայ ֆերմերների եւ այլ երկրներում, օրինակ Եվրամիությունում ֆերմերների գործելավոճը։ Օրինակ Հունաստանում այս տարի արդեն մի քանի անգամ բողոքի ակցիա են արել, բողոքելով արտադրության ծախսերի դեմ եւ պահանջելով իրենց արտադրանքի համար երաշխավորված գներ, վնասով չաշխատելու համար, սուբսիդիաների ժամանակին վճարում։ Տրակտորներով հասան մինչև մայրաքաղաք։ Բելգիայում եւս ֆերմերները մայրուղիներ փակեցին տրակտորներով։ Նրանից առաջ դա արել էին ֆրանսիացիները, արգելափակելով մայրաքաղաքի կենտրոն տանող ճանապարհները ի բողոք Եվրամիության եւ Հարավամերիկյան դաշինքի միջև ազատ առևտրի վիճահարույց համաձայնագրի։ Տրակտորները հասան մինչև Էյֆելյան աշտարակ։ Շեշտեմ, որ դա ձմռանն էր, դեռ գյուղատնտեսական արտադրական մթերման սեզոն չէր, բայց կանխած գալով վտանգը դուրս եկան փողոց։ Սրանից 20 օր առաջ Լեհաստանում ֆերմերները փակեցին մայրուղիներ, բողոքելով անշահութաբերությունից։ Այս բոլոր դեպքերում տրակտորներով ուղղակի փակում էին ճանապարհները, մայրուղիները։ Իշխանությունից պահանջում էին Լեհաստանում գյուղարտադրության եկամտաբերության բարձրացման մասին որոշումներ։ Հիմա գանք Հայաստան։ Մայիսի վերջից կոլապս է։ Ֆերմերները գտնվում են ծայրահեղ վիճակում ու պատճառը գիտեն ինչն է, կարկուտը չէ, ցրտարությունը չէ, Նիկոլն է։ Այդ մարդու պատճառով դեղցի արտահանումը հունիսին նվազել է 100%, այսինքն արտահանվել է 0 գրամ դեղց։
Լոբու արտահանումը նվազել է 100%-ով, բազուկի արտահանումը նվազել է 100%-ով, ազնվամորու արտահանումը նվազել է 100%-ով, բողկի արտահանումը նվազել է 99.99%-ով, ելակի արտահանումը նվազել է 45%-ով, թզի արտահանումը նվազել է 96%-ով։ Պատկերացնում եք, ինչ կանեին ֆրանսիացի ֆերմերները, եթե իրենց մոտ Մակրոնի քաղաքականության պատճառով այսպես լիներ։ Լոլիկը կբարձեին ու շուռ կտային Ելիսեյան պալատի մոտ։ Մեզ մոտ լոլիկի արտահանումը նվազել է 71%-ով, մարդիկ անհանգիստ նստել են տեղները։ Կաղամբի արտահանումը նվազել է 100%-ով, կանաչիների արտահանումը նվազել է 78%-ով, կարտոֆիլի արտահանումը նվազել է 100%-ով, շլորի արտահանումը նվազել է 100%-ով, սմբուկի արտահանումը նվազել է 99.99%-ով, վարունգի արտահանումը նվազել է 93%-ով եւ այլն, երկար կարելի է շարք շարունակել։ Այս սաղ նվազել են։ Սաղ գիտեն պատճառը ինչն է։ Ավելի ճիշտ ով է։ Ակցիաներ տեսանք, չէ, որովհետև Ֆրանսիայի, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի կառավարություններն աջակցում են ֆերմերներին, նրանց պահանջները բավարարում են բողոքի ակցիաներից հետո, իսկ մեզ մոտ ճնշում են, ասում են, եթե բողոքեք, կհայտնվեք ճաղերի հետևում։ Ֆրանսիացի ֆերմերն ասում է դուրս գամ բողոքի, որ ին վիճակը բարեփոխվի։ Հայ ֆերմերն ասում է ձենս կտրեմ, նստեմ տեղս, որ ինչ ունեմ դրանցից էլ չզրկվեմ։ Մեր այսօրվա իրավիճակի վերաբերյալ մի վերջին օրինակ ևս բերեմ։ 2012 թվականին փակվեց Եվրոպայի ամենամեծ պողպատի գործարաններից մեկը՝ իտալական Իլվան։ 12-15 հազար աշխատող ուներ։ Դատավորը կալանք դրեց գործարանի որոշ արտադրական օբյեկտների վրա։ Դրանց շահագործումը սահմանափակեց։ Սկսեցին քրգործել ընկերության սեփականատերերի եւ ղեկավարների նկատմամբ։ Խնդիրը, ասում էին, բնապահպանական է։ Ինչ եղավ հետո։ Հազարավոր մարդիկ կորցրեցին աշխատանքը։ Տնտեսությունը ծանր հարված ստացավ։ Ինչ արեց պետությունը։ Ընդունեց հատուկ օրենքներ եւ թույլ տվեց արտադրության շարունակումը։ Սա ցույց է տալիս, որ իրավապահ կամ դատական մարմինների որոշումները կարող են ունենալ հսկայական տնտեսական հետևանքներ։ Չինաստանի տարբեր նահանգներում եղել են դեպքեր, երբ տեղական պաշտոնյաները հեռացվել կամ դատապարտվել են այն բանից հետո, երբ իրենց ապօրինի ստուգումների, արտադրության անհիմն կասեցման կամ բիզնեսի նկատմամբ ճնշումների հետևանքով խոշոր գործարաններ դադարեցրել են աշխատանքը, մարդիկ մնացել են անգործ։ Ոնց է մեզ մոտ։ Տնտեսական ծանր հետևանքներ են ունենում երկրի ղեկավարի եւ նրա ցուցումով գործող իրավապահ մարմինների գործունեությունը։ Հազարավոր մարդիկ մնացել են անգործ։ Բողոքի ակցիաներ են անում։ Տեսնում ես, որ անելանելի վիճակում են, ապրելու, հաց ուտելու խնդիր ունեն, քանի որ Փաշինյանը հարձակվել է գործարանների վրա, դրանց սեփականատիրոջ վրա, հրահանգել է փակել բիզնեսները։ Եթե իտալական գործարանը փակվել է դատավորի սխալ որոշման արդյունքում, մեզ մոտ գործարանները փակվում են, որովհետև երկիրը ղեկավարողն է նման որոշումներ պարտադրում։ Մարդիկ հացից զրկվում են։ Իսկ այս ամենի մեղավորը ինչ է անում։ Մեկնում է հանգստի։ Կարճ ասած, երբ երկրի ղեկավարը վերածվում է բիզնեսի եւ քաղաքացու գործունեությունը խոչընդոտող մարմնի, դա ողբերգություն է։ Առաջին հերթին երկրի համար։ Դա ազգային աղետ է։ Այնինչ կատարվում է մեր երկրում, ճանապարհ է դեպի քաոս։ Այս ամենը ցույց է տալիս, թե որքան սարսափելի է ոչ adekvat իշխանություն եւ վախի մեջ ապրող հանրություն ունեցող երկրի պետության վիճակը։